24 ժամ առաջ դրեցի նոր Արցախույս, նոր, որտեղ դրել եմ անցած Արցախույսների լիդերներին, համատելով համար Փաշինյան Նիկոլի հետ, այսինքն Սամվել Կարապետյանին, Արտակ Սարգսյանին եւ Վարդան Ղուկասյանին, որոնք ամեն անգամ առանձին իրենք լիդեր էին քվեարկությունների մեջ, հասկանալու համար ինչպիսին է պատկերը։ Երեկվա հարցման մեջ, որտեղ չկար Սամվել Կարապետյանը, բայց կային Վարդան Ղուկասյան կար, ուրիշ անդիմադիր Արման Թաթոյան կար եւ այլն։ Փաշինյանը հավաքել էր 15%։ Հիմա մի հատ ուզում ես հիմա թարմացնեմ սա 8700 մասնակից, խնդրեմ, 8700 մասնակից եւ Փաշինյան Նիկոլի 15%-ը իջավ 9%։ Համատաբար Սամվել Կարապետյանը ունի 26%, Արտակ Սարգսյանը 15%, Վարդան Ղուկասյանը 50%։ Այսինքն Վարդան Ղուկասյանը ունի այնքան, ինչքան մնացած բոլորի հետ։ Ուխ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ ինչու՞մն է բանը Փաշինյան Նիկոլի այս անկմանը, որովհետև դրանից մի քանի օր առաջ էլի քվեարկություն է դրել, որտեղ Սամվել Կարապետյանը կար։ Փաշինյան Նիկոլը էլի 9%։ Հաջորդ օրը քվեարկության, որտեղ Սամվել Կարապետյանը չկար, Նիկոլը բարձրացավ 15։ Սամվել Կարապետյանը գալիս է, Նիկոլն իջնում է 9։ Ոնց որ սենց ճիշտ իրա թիվը լինի։ Եվ այսպես ինչա կատարվում։ Ինչով եմ ես բացատրում եւ ինչով եմ ասում, որ սա շատ լավ նշան է։ Նիկոլի 15%-ից 6%-ը անցնում է Սամվել Կարապետյանի կողմ միանգամից, երբ որ Սամվել Կարապետյանը կա ցուցակում։ Երբ որ Սամվել Կարապետյանը չկա ցուցակում, դրան գնում է Նիկոլ Փաշինյանի կողմ։ Ասել է թե կա 15% ֆեյքերով բանով բոլորի հետ գումարած, որոնք ոչ մի պարագայում չեն ուզում այս համակարգը փոխվի։